Պարոն Աթանասյան, մեր երկրում բավականին մտահոգիչ իրավիճակ կա ու փաստացի նկատում ենք անձիկ որևէ կարծիք են արտահայտում կամ քննադատում են իշխանություններին, հայտնվում են բանտերում մեր հոգևորականներին, ինչպես նկատում եք Միքայել Սրբազանի, այդ թվում նաև գործարար Սամվել Կարապետյանն այսօր ընդհանրապես կարծիք արտահայտելու համար հայտնվել բանտում։ Դուք ինչպես եք գնահատում Հայաստանում խոսքի ազատությունը, այն պաշտպանված է թե ոչ։ Առհասարակ Հայաստանում մարդու որևէ իրավունք ամբողջությամբ պաշտպանված չէ։ Տեղի ունեցող իրադարձությունները, այսինքն եպիսկոպոսների, Սամվել Կարապետյանի հետ ես գնահատեմ զուտ մաքուր քաղաքական, կախված իշխանություն կորցնելու վախի հետ, որովհետև իշխանության կորուստը նշանակում է առնվազն երկարատև ազատազրկում բոլոր հայրենավաճառ դավաճանների համար սրիկայի գլխավորությամբ։ Տեսեք, օրինակ ես հիմա այդ բառը օգտագործեմ, կարող եք տարածել, հա, ինքս ինձ չհակասեմ, որ օրինակ խոսքի ազատությունը սահմանափակված է։ Կա մի բան, եթե դու հայոյում ես կամ ուղիղ ինչ-որ թիրախավորում ես գլխավոր դավաճանին, որպես կանոն հետևանք չի լինում։ Մանավանդ, եթե դու սովորական քաղաքացի ես եւ չունես ռեսուրս, որ ինչ-որ մի ձև սպառնաս իրենց իշխանությանը։ Հակառակը, եթե որևիցե արտահայտություն լինում է նրա թիմին, որովհետև թիմն էլ է վախենում, հասկանում են, որ ինքը կգնա միտեղ հանգիստ կաբրի, իսկ թիմին կարող են բզկտել, հա, վախը կա։ Օրինակ Նարեկ Մալյանի դատապարտումը ես կապեմ դրա հետ, որովհետև Նարեկ Մալյանը խոսքում անդրադարձել էր թիմակիցներին։ Եվ այդտեղ խնդիր կա, իրականում հետապնդում է լինում, կալանավորումներ եւ մնացած, եւ նպատակը թիմին վստահություն ներշնչելն է, որ ինքը իրավիճակի տերն է, իրենց տիրություն կանի, չմոռանանք, որ մեր սահմանադրությամբ իշխանությունը կարող է փոխվել մեկ կոճակ սեղմելով։ Եվ այդ վախը կա։ Այսինքն, եթե գնում ես իրեն ոչ մի բան, թիմին հնարավոր է ունենալ հետևանքներ, դատավարություններ, թե քաղաքացիական, թե քրեական։ Այսինքն մենք ունենք սա քաղաքական իրավիճակ։ Ինչ վերաբերում է Սրբազաններին, Սամվել Կարապետյանին, ապա Սրբազանների հարձակումը իմ կարծիքով նպատակ ունի հայ եկեղեցու դեմ հարձակում որպես ազգային ինստիտուտի, որը որ իրեն չի ենթարկվում։ Իսկ Սամվել Կարապետյանին մի քիչ ավելի բարդ ինձ թվում է մենք գիտենք ճշմարտության երևի 2-3%-ը, որովհետև հասկանալ է Սամվել Կարապետյանը շատ ազդեցիկ մարդ է եւ շատ տարբեր ոլորտներում, շրջանակներում մեծ կապեր ունի եւ միգուցե այդտեղից են գալի վախերը, որովհետև այն ինչ որ մենք տեսնում ենք, բացի մեղադրանքը ծիծաղելու է։ Բացավի ծիծաղը գա այդ ամեն ինչից, դա նշանակում է, որ այլ ինչ-որ պատմություններ կան, այլ ստորջրաքարեր կան, չեմ կարող ասել ինչ է տեղի ունենում, ես ինֆորմացված չեմ։ Ամեն դեպքում ակնհայտորեն արգելևույթ, պարզապես խայտարական ապօրինություններ են, ցավում եմ, որ մեր դատական եւ իրավապահ համակարգում չկան մարդիկ, որոնք կարող են դիմագրավել այդ ամեն ինչին, այլ պատրաստ են ծառայել յուրաքանչյուրին, ով կնստի համապատասխան աթոռին։ Դուք ազատ եք կարծիքը ձեր արտահայտելու, ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հրապարակային ելույթներում ազատ եք ձեր կարծիքն արտահայտում, թե մտավախություն ունեք, որ որևէ մի կարծիք արտահայտեք, այ օրինակ որպես փաստաբան ձեր հետևից եք գնում, որտեղ մենք փաստացի նման բազմաթիվ օրինակներ ունենք, փաստաբանները գրառում են արել, այսօր հայտնվել են մեղադրյալի աթոռին։ Անձամբ իմ մասին է խոսքը, ես ազատ եմ եղել նույնիսկ սովետական տարիներին։ Այդպեսին եմ ծնվել եւ գիտեք ինձ փորձել են հարձակում եղել է իմ ընտանիքի վրա եւ մնացած իմ խոսքի համար, դա որևէ կերպ ինձ չի կարող լռեցնել, բացի դա մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, իմ լեզուն երկար է մի բանով, որովհետեւ ես բոլոր իշխանությունների օրոք եմ եղել ընդդիմադիր եւ ցավոք սրտի ներկայիս իշխանավորներից շատերին պաշտպանել եմ, հա, տենց երեխայի նման ձեռքը բռնել, տարբերել եմ, որ չնեղացնեն, դա ոչ թե բարոյական ինչ-որ տենց իրավունք ունեմ ինչ ասես խոսելու, այլ զուտ այդ որ պաշտպանել եմ կամ ինչ-որ կողքներ եմ եղել, այդ զուտ իմ մարդկային կեսվածքի տարբերակով, որտեվ միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ եւ այսօր եմ բոլոր իշխանությունների օրոք եւ հավատացեք, եթե նախկին իշխանությունները այսօր մարդիկ, որոնք եղել են նախկին իշխանություններում, այսօր շատ ավելի հարգանքով են մոտենում զուտ դրա համար, որ ես գիտեն, ոչ մեկին չեմ ծառայել, ոչ մեկին չեմ ծախվել։ Բայց իմ համեստ անձիրա չկենտրոնանանք, եթե դու տեղ ունես, բարոյական իրավունք ունես խոսելու, շատ դժվար է քեզ հետապնդել։ Շատ դեպքերում, գիտեք, խոսում են մարդիկ, որոնք որ
խոսում են փողի դիմաց, շահի դիմաց, ասել են մի բան, հավատարմության երթում են տվել մեկին, հետո մեկ ամիս հետո թռել են մյուսի գիրկը։ Նման մարդկանց պատժում են եւ ճիշտ ասած ես նման անկախ իրավաբանական բովանդակությունից ես նման մարդկանց չեմ ցավակցում։ Պետք է ունենալ կարծիք, պետք է ունենալ սկզբունք։ Իսկ ասեմ, սկզբունքային մարդիկ նույնիսկ խորհրդային տարիներին են խոսել այն ինչ ուսուցել։